Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային 17-րդ փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 19-ին ֆրանսիացի հայտնի անիմատոր Սիլվեն Շոմեի Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը ֆիլմի ցուցադրությամբ մեկ շաբաթ շարունակ հայաստանյան հանդիսատեսին մատուցելով լավագույն անիմացիոն կինոյից։ Երևան կժամանեն տիտղոսավոր անիմատորներ, օսկարակիր ռեժիսորներ, կոմիքսի արտիստներ և ռեայի շաբաթը հագեցած կլինի բացառիկ ցուցադրություններով, վարպետության դասերով, նոր նախագծերով և հանդիպումներով։ Փոխնախարար Դանիելյանն առանձնահատուկ ընդգծում է փառատոնի ոչ միայն համախմբող, այլև զարգացման մեծ ներուժը։ Սա միայն ֆիլմերի ցուցադրման հարթակ չէ, այլ շատ ավելին է, որովհետև այստեղ այնպես է դասավորված եւ այնպես է ուրեմն դասակարգված, որ կինոյի արտադրության հետ, անիմացիոն կինոյի արտադրության հետ, զարգացման հետ ուղիղ խթաններ են առաջարկվում։ Օրինակ պետք է նշենք այդ համարտադրության հարթակը, կինոյի, անիմացիոն կինոյի շուկայի հարթակը, որը որ շատ մեծ ուրեմն ցանկություն կա զարգացնելու եւ դարձնելու տարածաշրջանի ամենամեծն ու միակը։ Բացի տարվա մրցութային և ոչ մրցութային լավագույն ֆիլմերի ցուցադրությունից, Ռեայի ծրագրում տեղի կունենա Մարանի ֆորումը, որի պանելային քննարկումներում միջազգային առաջատար մասնագետները, այդ թվում նաև Պիքսարի Էլիո ֆիլմի ռեժիսորներից Մադլեն Շարաֆյանը, օսկարակիր Միքայել Դուդոկ Դեվիդը կկիսվեն իրենց փորձառությամբ։ Մարանի Քորեակտ համարտադրության հարթակում այս տարի ներկայացված է հայաստանյան անիմատորների 11 նախագիծ, որոնցից լավագույնները կստանան դրամական պարգևներ։ Ռեայի հյուրերի թվում են նաև իտալացի սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտին, որն այս տարվա պաստառի հեղինակն է։ Հայաստան կգան նաև հայազգի մուլտիպլիկատոր կոմիքսների հեղինակ Շարլ Բերբերյանը, ճանաչված իսպանացի հեղինակներ Ֆերմին Սոլիսը և Խավիեր Ռեսիո Գրասյան, բայց Վրեժ Քասունին փառատոնի գլխավոր ձեռքբերումը համարում է ոչ թե հնչեղ անունները, այլ բուն արտադրությանը աջակցելը։ Այսօր մենք բացի փառատոն լինելուց եւ բացի վարպետության դասընթացներ անելուց, մենք անմիջապես միջամտում աջակցում ենք արդեն ասեցի անսիում միջազգային շուկայում ներկա գտնվելու ֆինանսական աջակցություն ենք դրամատրում նախագծերը զարգացնելու, այսինքն մի process, մի գործընթաց հեշտացնում ենք նոր սերունդ կինոգործիչներին։ Ռեայի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, գլխավոր աջակիցը մշակույթի նախարարությունը, իսկ Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտը փառատոնի հավատարիմ բարեկամներից է։ Ինստիտուտի տնօրեն Դավիթ Դյուրսը հատկապես բարձր է գնահատում փառատոնի շրջանակում հայ-ֆրանսիական գործակցությունը։ Ռեանիմանիան դարձել է միջազգային կինոգործիչների հանդիպման հարթակ։ Առաջին հերթին փառատոնը թույլ է տալիս բացահայտել անիմացիայի աշխարհի նորույթները, բայց նաև հայ և ֆրանսիացի ռեժիսորների երկխոսության հարթակ է։ Մեր ինստիտուտը նաև աջակցել է Միսակը, Մելինեն և Մանուշյան խմբավորումը Կարմիր պաստառի մահապարտները պատկերապատման գրքի հրատարակությանը։ Իսկ Ռեանիմանիայի երևանյան տոնի գլխավոր անակնկալներից մեկը բացահայտում է Դանիել Դանիելյանը։ Անելու են ամենը, որ առաջիկա տարիներին հայկական Ռեանիմանիան պատվո հյուրի կարգավիճակով ներկայանա Անսիի փառատոնում։ Նոնե Ալեքսանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։